Բարի երեկո, 5-րդ ալիքի եթերում հարցազրույցն այսօր ես զրուցել եմ քաղաքագետ Բենյամին Մաթևոսյանի հետ։ Պարոն Մաթևոսյան, բարի երեկո, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Ձեզ շնորհակալություն հրավերի համար։ Պարոն Մաթևոսյան, սկսենք ներքաղաքական օրակարգից։ Վաղը Սահմանադրական դատարանը պետք է հրապարակի որոշումը կապված ընտրությունների արդյունքների հետ կապված վաղը վերջին օրն է ըստ էության։ Ինչ ակնկալիք ունեք, ինչ որոշում են նախապատրաստել։ Երևի արդեն այն վիճակում չենք գտնվում վերջին տարիների ընթացքում, որ քաղաքական գործընթացների վրա խոսենք ակնկալիք ունենալ-չունենալու մասին, պետք է ի վերջո փորձենք սթափ դատել, իսկ սթափ դատելով հասկանում ենք, որ Սահմանադրական դատարանը ինքը կարող է Նիկոլ Փաշինյանին տալ լեգալություն ժամանակավոր, բայց լեգիտիմություն չի տալու։ Նիկոլ Փաշինյանը չի վայելում հանրության մեծամասնության աջակցությունը։ Ընտրությունները դա ապացուցել են։ Անկախ նրանից ինքը ԲՀԿ-ից կգողանա այդ մանդատները, թե չի գողանա, ինքը միևնույն է 50+1 աջակցություն հասարակության մոտ չի վայելում։ Սահմանադրական դատարանը, կրկին ասեմ, լեգալություն կարող է տա, ժամանակավոր, կարող է տա։ Տեսնենք, իսկապես ուղղակի սպասենք, բայց լեգիտիմություն Նիկոլ Փաշինյանին չի տալու։ Նիկոլ Փաշինյանը լեգիտիմության հետ լուրջ խնդիր ունեցող քաղաքական գործիչ է, շատ լուրջ։ Լավ, հիմա այդ ոչ լեգիտիմ խորհրդարանից ինչ սպասենք։ Այդ խորհրդարանը կարող է լինել կենսունակ եւ իր գործունեությունը իրականացնել։ Հարցը ես մի փոքր այլ տեսանկյունից փորձեմ մոտենալ, եթե սխալվում եմ, ինձ ընթացքում ուղղեք Անահիտ։ Շատ ինչ հարցն է շատ քննարկում ընտրություններից հետո վերցնել մանդատները, թե չվերցնել։ Խորհրդանի աշխատանքի համատեքստում, որովհետև մենք հասկանում ենք, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցություն ինքը ամեն դեպքում մասնակցելու է խորհրդարանի աշխատանքներին եւ եթե Սահմանադրական դատարանը որոշի այն տրամաբանությամբ, որով առաջնորդվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը 105 հոգանոց խորհրդանից 64 մանդատ ունենալու է քաղաքացիական պայմանագիր կուսակցություն։ Նախ սկսենք հետևյալից, այս Ֆրանկենշտեյն սահմանադրություն գրողները իրենք ի վերջո մի անգամ պետք է մեր հասարակությանը բացատրեն, էլի ինչու են իրենք սա գրել, որ մարդը կարող է ստանալ 49% քվե պաշտոնապես, բայց 64% մանդատներ ունեն, 60% մանդատ, ինչի համար են իրենք սա գրել, ինչի համար են իրենք հաշվին։ Երբ որ ի հայտ եկավ Սահմանադրական փոփոխությունների փաթեթը, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչյանը իր հարցազրույցներից մեկում ասաց, որ ինքը ունի տպավորություն, որ նախապատրաստում է նոր երիտասարդ թիմի իշխանության գալը, այս սահմանադրությամբ։ Հիմա արժեր այդ հանուն այդ երիտասարդ թիմին այս տեսակ աղավաղել իրողությունները։ Սա այսպես Երկրորդը ինչը վերաբերում է հենց այս թիմի համար էր նախապատրաստվել քաղաքացիական պայմանագրի։ Սա ես չասեցի։ Հետևելով Ռոբերտ Քոչյանի խոսքերից։ Տեսեք, ինչը վերաբերում է խորհրդանի կենսունակությանը։ Տեսեք, ու մանդատների հարցին։ Եթե մենք էմոցիաները մի կողմ ենք թողնում, հատկապես որ այդ էմոցիոնալ ֆոնը մեծապես ստեղծում են մարդիկ, որոնք ընդհանրապես դուրս են մնացել քաղաքական պայքարից, իրենց կողմից սատարվող կուսակցությունները չեն անցնում ազգային ժողով։ Եթե մենք մի կողմ ենք թողնում այս էմոցիոնալ ֆոնը, մենք պետք է հասկանանք հետևյալը. մանդատ ինքը իր էությամբ, բովանդակությամբ ինչ է։ Դա ոչ թե փող աշխատելու գործիք է, դա գործիք է քաղաքական պայքարի։ Եթե դու ունես միջնաժամկետ, կարճաժամկետ կամ երկարաժամկետ ծրագիր, եւ այդ ծրագրի շրջանակներում այդ մանդատը քեզ կարող է օգնել հասնել քո նպատակին, բարձր դու պետք է վերցնես մանդատները։ Եթե դու այդ ծրագիրը չունես ու գնալու ես ազգային ժողով, բայց ինչ որ լալահառաջ տեքստեր ասելով դրանից առաջ դու հաջորդ ընտրական ցիկլին էլ չես հասնի այս տրամաբանությամբ։ Հետևաբար կենսունակ կլինի ազգային ժողովը, որքան ինքը կաշխատի, ընդդիմությունը ինչ տեսքով կներկայանա թե չի ներկայանա, այս հարցի պատասխանները նախ ընդդիմադիր քաղաքական առաջնորդները պետք է տան, բայց ամենակարևորը քաղաքական պրոյեկտն է։ Եթե դու ունես քաղաքական պրոյեկտ, քաղաքական հստակ ծրագիր, իր դեդլայններով ու ամենակարևոր դեդլայնով, թե դու ոնց ես ու երբ ես պատկերացնում քաղաքական փոփոխությունները, դու բոլոր հնարավոր գործիքակազմերից պետք է օգտվես։ Մնացած բոլոր խոսակցությունները էմոցիոնալ են։ Հենց նախորդ ընդդիմության գործիքակազմը այդ դեպքում կհաջողեն, որովհետև նախկինում էլ իրենք ասում էին, մենք փորձում էինք համատեղել, հա, փողոցը, խորհրդարանական գործունեությունը, բայց որքան էլ փորձում էին, այնուամենայնիվ չէր հաջողում։ Եթե նույն մեթոդներով հիմա շարժվի այս ընդդիմությունը, կհաջողեն։ Օրինակ Ես ուզում եմ նաև սխալները հասկանալ։ Տեսեք, օրինակ նախկին խորհրդարանի հետ եթե համեմատենք, տարբերություններից մեկը հետևյալն է, օրինակ այս խորհրդարանում գոնե մինչ այս պահը մեզ հայտնի չէ, որ կա ինչ-որ մի մարդ, որը կարող է լինել Իշխան Զաքարյանի դերում։ Հայաստանում օրինակ impeachment ինքը ինչու
չէր կարող հասնել հաջողության, որտեղ կար Իշխան Զաքարյանի գործոնը։ Դեռ միջև Հայաստան խմբակցությունից падգամավորի դուրս գալը, դեռ միջև այդ խմբակցությունների այսպես տեսքերի փոփոխվելը եւ այլն եւ այդպես շարունակ, ի հայտ եկավ այդ իմ նշած անձի գործոնը։ Եվ եթե դու պետք է անեիր իմպիչմենտ, ինքը կամ պետք է համաձայնեցվեր այդ ամեն ինչը ոչ միայն Իշխան Զաքարյանի հետ, այլ նաեւ նրանց հետ, ովքեր բերել են Իշխան Զաքարյանին ազգային ժողով, ու իմպիչմենտի վարչապետի տեխնացում պետք է համաձայնեցվեր այդ մարդկանց հետ։ Հիմա Իշխան Զաքարյան խորհրդարանում չկա։ Ինչ ցուցակով կգնան, ինչ ցուցակներով կգնան իրենք խորհրդարան, կլինեն այդ տեսակ քաղաքական դերակատարներ, թե ոչ, շատ մոտ ապագայում մենք այս հարցերի պատասխանները կունենանք, բայց տարբերությունը հենց սրանում է կայանում։ Դրա համար շատ կարևոր է, թե ինչ ցուցակներով են այդ մարդիկ գնալու ազգային ժողով, եթե գնալու են ազգային ժողով, եթե չեն գնալու, իրենք նաև հետեւյալը պետք է հաշվի առնեն։ Տեսեք, լսում ես սահմանադրության հեղինակներին, որ լսում ես, ասում են դե խրթին հարց է, եթե այս խմբակցությունները հրաժարվում են падգամավորական մանդատներից, իրենցից հետո եկող կուսակցությունները անցնելու են խորհրդարան, թե ոչ, դա կարա հանգեցնի մի հանգրվանի, երբ որ առաջատար 3 քաղաքական ուժերը հրաժարվում են մանդատներից, իշխանությունները իդեմս ԿՊ-ի կարող է դիմել սահմանադրական դատարան, ասել դե սահմանադրության պահանջ է, որ 1/3-ը պետք է լինի ընդդիմություն, եկեք մանդատների վերաբաշխման նոր համակարգ ի հայտ բերենք։ Ես կարծում եմ, որ սահմանադրական դատարանը դեմ չի լինի սրան, ու մենք արդեն գալու ենք մի իրավիճակի, երբ որ հանրության աջակցությունը չունեցող քաղաքական ուժերը գալու են ազգային ժողով, դրանից բխող բոլոր հետևանքներով։ Պարոն Մաթևոսյան, դուք ասում եք Իշխան Զաքարյանի ֆակտորներ, որ իմպիչմենտ չեղավ, բայց եկեք նաև ֆակտորներից մեկը, այո, բայց մյուսին էլ եմ ուզում անդրադառնալ։ Իշխան Զաքարյանի ֆակտորը կարևոր էր այն դեպքում, երբ մեկ հոգու ձայն էր պետք, որ գոնե գործընթացը մեկնարկեին, բայց դրանից հետո պետք էր իշխանականների ձայները, որը չէր ստացվում։ Հիմա ենթադրենք չկա Իշխան Զաքարյան եւ ընդդիմության ձայները բավական են գործընթացը սկսելու համար, բայց ընդդիմությունը կարողանում է իշխանականների հետ այդ հարցով աշխատել։ Ձեր հարցի մեջ իրականում նաև արտացոլված է այս ընտրությունների արդյունքների վերափոխման, այսպես ասած, քաղաքական դաշտի վերափոխման արդյունքներից մեկը։ Նախկինում դու նույնիսկ չէր էլ կարող սկսել այդ գործընթացը։ Հիմա կարող ես։ Հիմա քպականների ձայներն էլ են քիչ, հիմա մոտ 9 падգամավորի ձայն է պետք, որ հաջողվի։ Ես հիմա չեմ կարող ասել, իրենք քպականների հետ կարող են աշխատել, թե չեն կարող աշխատել։ Ես ուղղակի ուզում եմ արձանագրենք հետեւյալը, որ տարբերությունն է, որ նույնիսկ այս պատկերով դու կարող ես այդ գործընթացը սկսել։ Կօգտվեն այդ գործիքակազմից, թե չեն օգտվի, ես չեմ կարող այս հարցին պատասխանել։ Մենք զուտ վերլուծում ենք քաղաքական դասավորվածության փոփոխությունը։ Ես նաև երբ խոսեցի խորհրդանի լեգիտիմության մասին եւ ասացի կենսունակ կլինի, դա ոչ միայն հարցնում էի ընդդիմության մասով, այլև իշխանության մասով։ Եթե իշխանությունը չունի այդ լեգիտիմությունը, նա կկարողանա իր գործունեությունը շարունակել, նա չունի սահմանադրական մեծամասնություն եւ այս հարցի հետ մեկտեղ խնդրում եմ նաև անդրադառնալ իշխանության քայլերը, որոնք կարծես տպավորություն են ստեղծում նոր արտահերթ ընտրությունների նախապատրաստման, ընդ որում մինչև ընտրողների իրավունքի սահմանափակում, հենց այսօր է ընդունվել օրենքը ցենզը մտցնելու, այսինքն գուցե իշխանությունն էլ է մտածում, որ չունի լեգիտիմություն եւ պատրաստվում է արտահերթ ընտրությունների։ Ամենակարևոր հարցերից մեկը, որի առջև մենք կանգնելու ենք շատ մոտ ապագայում, դա հենց այդ սահմանադրական մեծամասնության բացակայությունն է։ Իշխանությունը ինչ որ մի կերպ այս հարցը պետք է կարողանա լուծել։ Տրամաբանությունը հուշում է, որ իրենք կարող են փորձել ազգային ժողովում անել այն, ինչ որ իրանք արեցին Երևանի ավականիում 2023 թվականի ընտրություններից հետո, այսինքն այսպես ձայների գողություն անել այլ խմբակցություններից եւ ապահովում է հիմա ավականու գործունեությունը, ոնց է ապահովում ֆորմալ ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչները գալիս են, քվորումը ապահովում է, ԿՊ-ի ձայներն էլ բավարարում են օրենքներ ընդունելու համար, համապատասխան որոշումներ ընդունելու համար։ Այսինքն նորից Իշխան Զաքարյանների, Գեգամ Նազարյանների Դրա համար այստեղ շատ կարևոր է, թե ինչ ցուցակներով են քաղաքական ուժերը մասնակցելու գործունեության ազգային ժողովի, եթե իրանք որոշում են, որ իրենք մասնակցելու են ընտրությունների։ Սա չափազանց կարևոր է։ Եթե դու այդ գործոնը հանում ես եւ այնտեղ լինում են մարդիկ, ովքեր իսկապես վստահելի են
եւ իրենք չեն կարող իշխանությունների սրտի падգամավորները դառնալ, այսպես ձևակերպենք, ապա այս ճանապարհով իրենք համանդրական մեծամասնություն չեն կարող ստանալ, բայց եթե չկա համանդրական մեծամասնություն, դու այդ սահմանադրությունը չես կարող ընդունել ազգային ժողովով։ Բայց այստեղ կա քաղաքացիական նախաձեռնության, ինչպես օրինակ ԵՄ օրենքը փորձեցին իրականացնել, օրինակ 300,000 ստորագրահավաքի ճանապարհը, բայց սահմանադրությունը փոխելու համար քեզ անհրաժեշտ է լինելու արդեն գնալ սահմանադրական հանրաքվեի։ Այստեղ խնդիրը ոչ միայն ձայները, որ դու այնտեղ հստակ եթե չխոն 650,000 քվ պետք է ունենա սահմանադրությունը կողմ, որ այդ օրենքը ընդունվի։ Նիկոլ Փաշինյանը ինքը նաև շատ լավ հասկանում է հետեւյալը, որ մարդը կարող է գնալ կողմ քվեարկել քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը, բայց այն նորմերը, դրույթները, որոնք գալու են նոր սահմանադրության հետ, սկսած ավանդական ընտանիքի մոդելի փոփոխությունից վերջացրած եկեղեցու դերի նսեմացումը, մարդը եթե մենք իհարկե հավատում ենք, որ եթե մենք հավատում ենք ընտրությունների արդյունքներին, այսպես ասեմ, մարդը կարա գնա քվեարկի ԿՊ-ի օգտին, բայց այս ամեն ինչին ինքը կարա դեմ քվեարկի։ Հետևաբար Նիկոլ Փաշինյանը սա հասկանալով պետք է մաքսիմալ հնարավոր քայլերը ձեռնարկի ազգային ժողովով նոր սահմանադրությունը ընդունելու։ Այստեղ է որ իրենք կարող են գնալ նոր ընտրությունների։ Ոնց իրանք կարող են գնալ նոր ընտրությունների։ Ազգային ժողովով նկատի ունեք հանրաքվեի չդնելու ճանապարհով։ Այո, ազգային ժողով, եթե համադրությունը իրենք չեն կարողանում ընդունել ազգային ժողովով, խմբակցությունների падգամավորները անդիմադիր կողմ չեն քվեարկում այդ փաթեթին, այստեղ տրամաբանական հարց է ռոչում, լավ, իսկ ոնց իրենք կարող են ընդունել դա հանրաքվեով, բայց ես կրկին ասացի, մարդը կարա ԿՊ-ին կողմ լինի, բայց այն նշած բաներին ինքը կարա դեմ լինի։ Մինչև պարոն Մաթևոսյան, ձեր միտքը հիշենք, դուք հասաք նոր ընտրությունների փուլին, թե ինչպես կարող է գնալ նոր ընտրությունների։ Մինչ դա հանրաքվեի հետ կապած։ Դուք ասում եք մարդը կարող է ընտրել Փաշինյանին, բայց դեմ լինել նրա ծրագրին։ Բայց եկեք հասկանանք, որքանով է ընտրողը ծրագիրը կարդում, որովհետև Նիկոլ Փաշինյանը արդեն խոսում է համանդրական հանրաքվեի թեզերը հստակ ներկայացնում է եւ հիմնական շեշտադրումը կատարում է դատական մաֆիայի, դատաիրավական համակարգը բարեփոխելու, ասում է, այ երբ նախկինները նստած չեն, Ռոբերտ Քոչյանը նստած չէ, որովհետև կա դատաիրավական մաֆիա, եկեք փոխենք սահմանադրություն, որ այդ ձեր պահանջած ինձնից պահանջում եք, չէ, նախկինները ինչու չեն նստել, որ նրանք նստեն, հետեւաբար կարող են լրիվ այլ թեզերով։ Դա Նիկոլ Փաշինյանի թեզն է, դա Նիկոլ Փաշինյանի թեզն է, բայց հակընդդեմ թեզեր եւս չէ լինելու են։ Ով ասաց, որ հակընդդեմ թեզերը իրենք արդյունավետ չեն լինել։ Ես դες մի հատ հենց այս ընտրությունների օրինակով մեկ բան ցույց տամ։ Տեսեք, իշխանությունը հնարավոր քարանձավային ռուսաֆոբիայի տրամաբանության մեջ քարոզարշավ իրականացրեց։ Հստակ թիրախավորվում էին 3 քաղաքական ուժերը եւ իրենք հստակ կապվում են Ռուսաստանի Դաշնության հետ։ Մեկն էլ Բելարուսը։ Անդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիների ճնշող մեծամասնությունը գնացել է այդ ուժերին է քվեարկել։ Այսինքն դա նշանակում է, որ այն արդյունքը, որ Նիկոլ Փաշինյանը ուզում էր ստանալ, այն քարոզչությունը, որ նա իրականացնում էր, այն արդյունքը չտվեց։ Այսինքն հասարակության մեծամասնությունը անդիմադիր հայացքներ ունեցող ինքը կողմը Ռուսաստանի հետ բարի դրացական հարաբերություններին այն թեզերը, որոնք գալիս էին անդիմությունից, սկսած 300,000 ադրբեջանցիներից վերջացած 300,000 աշխատատեղերով, այս ամեն ինչը հասարակությունը ընկալել է։ Դրա շնորհիվ է, որ Նիկոլ Փաշինյանը մեծամասնություն չունի, ավելին թեզերից մեկը որն էր քարոզարշավի ժամանակ, որ անկախ նրանից դու բելարուսամետ ես թե ռուսամետ ես, թեզերից մեկը որն էր մասնակցել ընտրությունների։ Մարդիկ գերդաստաններով գնացել են մասնակցել են ընտրություններին։ Այսինքն այդ քարոզչությունը, երբ որ դու կարողանում ես մարդկանց པարզ լեզվով բացատրես, թե ինչի է անհրաժեշտ, որ դու այս կամ այն քայլը անես, այս թեզերը կարող են աշխատել։ Ու դրա համար իհարկե ինքը կարող ասել կամ մաֆիա, եկեք այդ մաֆիայից ազատենք, դու էլ կարող ես ասել Ժորժ ջան, դու ուզում ես ավանդական ընտանիք ունենաս։ Ինքը այդ ավանդական ընտանիքը, ավանդական ընտանիքի մոդելը քանդում է։ Հիմա դու դրան Իրան ես ընտրում, թե մեզ ես աջակցում։ Դու ուզում ես որ Ալիևը եւ Էրդողանը գրեն քո համանadrությունը, այստեղ այսպես աշխատելու տեղ շատ մեծ կա։ Դրա համար Նիկոլ Փաշինյանը կարող է փորձել ամեն դեպքում այս հարցին ինչ-որ մի ձև պետքա լուծի եւ կարող է իհարկե գնալ նոր ընտրությունների։ Այո, հասնենք դրան։ Ինչպես։ Եւ արդյոք պատրաստվում է։ Այ հիմա տեսեք։ Տրամաբանությունը ինչ է ուշում, որ երբ որ դու հիմա այսպես ափալ-թափալ փոխում ես ընտրական օրենսգրքի որոշակի դրույթներ, հանրաքվեի մասին օրենքը եւ մի շարք այլ օրենք, տրամաբանությունը հուշում է, որ իրենք հնարավոր է պատրաստվում են նոր ընտրությունների, բայց մինչ այս պահը գոնե նոր ընտրություններ իրականացնելու տարբերակը հետեւյալն է։ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա։
եւ ինքը պետք է երկու անգամ խորհրդարանով չընտրվի այ հիմա մենք գալիս ենք նրան, ինչի մասին մենք ձեզ հետ արդեն խոսել ենք։ Մանդատը ազգային ժողովի падգամավորի այս սցենարով կարող է օգտակար լինել առաջադրի, ընդդիմությունը առաջադրի։ Հիանալի զրույց էր ստացվում, ես այսօր շատ բաներ չեմ ասում, դուք իմ փոխարեն այդ ամեն ինչը ասում եք։ Հիմա տեսեք, չէ, ես ոչ թե ընդհատելու մասով եմ ասում, այլ ես կարծում եմ կարողանում եմ ճիշտ միտքս ներկայացնել, ու ասենց ամբողջական է մեր զրույցը ստացվում։ Այս համատեքստում, եթե մանդատը օգտակար կարող է լինել, օգտվեք այդ հնարավորությունից։ Տեսեք, դուք ասում եք ինքը նախկինում այդ քայլին դիմել է 18 թվականին եւ 21 թվականին։ Ոչ 18 թվականին, ոչ 21 թվականին Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած խմբակցությունը, ոչ է Սամվել Կարապետյանի ղեկավարած խմբակցությունը ազգային ժողովում չի եղել։ Դրանից էլ օգտվել է Նիկոլ Փաշինյանը։ Ձեր տաղավարում էր, չէ, եթե չեմ սխալվում, Էդմոն Մարուկյանը ասել, որ միակ քաղաքական գործիչ, ում հետ Նիկոլ Փաշինյանը ոչ մի ձև ոչ պայմանավորվածություն ունի, ոչ դա Ռոբերտ Քոչարյանն է։ Դե հիմա թող մարդիկ անեն հետևություններ, թե ինչ հնարավորություններ կարող են լինել, եթե Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տալիս, բայց այն, որ ինքը ըստ էության ենթադրենք Ռոբերտ Քոչարյանի դաշինքը առաջադրում է վարչապետի տեխնացու, բայց ինչպես են ՔՊԱ-ականներին համոզելու, որ կողմ քվեարկեն։ Դե ինչպես հանրապետականներին համոզեցին, որ կողմ քվեարկեն։ Դե հանրապետականներին ճնշում, հեղափոխություն, եթե դա է պատճառը։ Փողոցը ֆորմալ էր։ Պայմանավորվածությունը լրիվ այլ տիրույթում էին գտնվում։ Ուղղակի այդ մասսովկան եւ երկրորդ կադրը, այսպես ասած, ինքը կար, դա ապահովեց եւ մենք ստացանք այն պատկերը, որ մենք ստացանք։ Ով ասաց, որ դու նույնը չես կարող կրկնես։ Այստեղից էլ որ անդադ ասում են, դե եթե ուզում եք փոփոխություն, հեղափոխություն արեք, թող անեն։ Առավել եւս, երբ որ դու մարդկանց ինստիտուցիոնալ առումով ոչ մի այլ ճանապարհ չես թողնում, որովհետև անկախ նրանից թե մարդիկ ոնց են քվեարկել, դու փորձում ես հրամցնես այն թեզը, որ կարևոր չի թե ով է ոնց քվեարկել, կարևորն է նա թե մենք ոնց ենք հաշվել այդ քվեները, թող քաղաքական դաշտը, քաղաքական դասը սրա հետ աշխատի եւ հետեւություններ անի։ 18 թվականի իրադարձությունները, այսինքն կարևորը ոչ թե փողոցն է, այլ պայմանավորվածությունները։ Առանց փողոցի պայմանավորվածություններ չեն լինի, բայց եթե պայմանավորվածություններ չլինեն, եթե պայմանավորվածություններ չլինեն, փողոցը անիմաստ է։ Կմարի կգնա։ Իհարկե։ Նախկինում չկային։ Քանի շարժում տեսանք։ Ըստ երևույթին չկային։ Դժվար մեկ Իշխան Զաքարյանը կարողանար դա կասեցնել, եթե լինեին պայմանավորվածություններ։ Իշխան Զաքարյանը որ ինքը սիմվոլ է, իսկ մնացած առումով ակնհայտ է, որ որևիցե պայմանավորվածություն չի եղել։ Մարդկանց մոտ երևի նաև այդպես նատուրալիստական մոտեցումներ կային, որ դա եթե Նիկոլ Փաշինյանը լցրել է հանրապետության հրապարակը, եկեք մենք էլ լցնենք հանրապետության հրապարակը, եթե ինքը փակել է փողոցները, եկեք մենք էլ փակենք փողոցները։ Հրապարակում ու փողոցներում չի որոշվել իշխանության հարցը 2018 թվականին։ Դուք պայմանավորվածություններ ասելով նկատի ունեք ներսում թե դրսում։ Եվ իդեպ դուրս ասելու հետ կապված։ Տեսեք, այս ընտրությունների արդյունքների վերաբերյալ, եթե փորձենք կրկին էլի մի փոքր ավելի սթափ գնահատենք առանց էմոցիաների, իհարկե հասկանալի է, որ քաղաքացիների մի հատ մեծ զանգված կար, որոնք մասնակցել են ընտրություններին, հենց այն մտքով, որ իրենք գնում են ընտրատեղամաս, քվեարկում են եւ ջարդում են քաղաքական մենաշնորհը մեկ առանձին վերցրած քաղաքական ուժի եւ մարդիկ ամեն դեպքում հիասթափված են ընտրությունների արդյունքներից, բայց եկեք հասկանանք ինչա կատարվել այս ընտրությունների արդյունքով։ Նիկոլ Փաշինյանը պարզ մաթեմատիկական 50+1 աջակցությունը հանրության չունի։ Նիկոլ Փաշինյանը 50+1 եւ 50+1-ի բացակայությամբ թե իր թիմի ներսում եւ թե իր թիմից դուրս եւ թե երկրից դուրս լրիվ տարբեր քաղաքական գործիչներ են։ Սա մեկ, երկրորդը հակաքարոզչությունը, ինչպես ես ասացի, կոնկրետ 3 քաղաքական ուժերի դեմ ինքը արդյունք չտվեց։ Այդ 3 քաղաքական ուժերը հանրության անդիմադիր հայացքներ ունեցող զանգվածի ճնշող մեծամասնության աջակցությունը ստացան։ Սա երկրորդ կարևորագույն բաղկացուցիչը։ Երրորդը համանդրական մեծամասնություն Նիկոլ Փաշինյանը չունի։ Իսկ եթե ինքը չունի համանդրական մեծամասնություն, մենք արդեն ասացինք, ինչ գործընթացներ կարող են տեղի ունենալ, իսկ ցանկացած էլեկտորալ գործընթաց, լինի դա համանդրական հանրաքվե թե ընտրություն, դա հնարավորություն է անդիմության համար։ Եվ եւս մի կարևոր նրբերանգ։
նախկին աշխարհակահաղական կոնսենսուսը չկա։ Ռուսաստանը այս համակարգից դուրս է եկել։ Ես ձեզ ասեմ ավելին, եթե մենք Փաշինյանի տրամաբանությամբ շարժվենք, ինքը այս ընտրություններում Ռուսաստանին պարտվել է։ Ինչպես։ Որովհետև ինքը ասում էր, այս 3 քաղաքական ուժերը կապված են Ռուսաստանի հետ, Ռուսաստանը, չգիտեմ, մեր ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ այլնի դեմ է, բայց հանրության կրկին ասեմ, անդիմադիր հատվածի ճնշող մեծամասնությունը գնացել է եւ քվեարկել է այդ ուժերի օգտին։ Կաշառք եւ այլն չի եղել։ Տեսեք, բայց դա արդեն բավարար էր, որ Նիկոլ Փաշինյանը 50+1 չստանա։ Նիկոլ Փաշինյանը ոչ լեգիտիմ քաղաքական գործիչ է, ու այն հանգամանքը, որ Ռուսաստանում մինչ այս պահը իրեն չեն շնորհավորել, դրա ամենավառ դրսևորումներից մեկն է։ Երկրորդ դրսևորումը այն, որ Փաշինյանի նկատմամբ վերաբերմունքը փոխվել է, դա իր քաղաքական մակարդակի իջեցումն է։ Պուտինի հետ մինչև հիմա որևիցե զրույց փոխարենը վարչապետի հետ Միխայել Միշուստինը ամենայն հարգանքով նրա նկատմամբ Ռուսաստանի Դաշնության նախագահ չէ, նախագահը Պուտինն է, փաստորեն Պուտինի հետ ինքը հանդիպում չի կարող ունենալ։ Կարծում եք իսկապես կա նաև այդ տեսակետը, որ փորձել է խոսել Պուտինի հետ եւ նա հրաժարվել է։ Չէ, ասում Պուտինը իմ ընկերն է, իմ շփման մակարդակը Ռուսաստանի Դաշնության շատ լավ ընկերական, հետո ասում էր գնալու եմ ընտրություններից հետո։ Նաև ինչ ասում, որ ես ակնկալում եմ Վլադիմիր Պուտինի հետ, ես էլ եմ անկեղծ ասած ակնկալում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպում, ու ինձ թվում է այս տեմպերով եթե գնա, ես ավելի շուտ Վլադիմիր Պուտինի հետ կհանդիպեմ, քան Նիկոլ Փաշինյանը։ Տեսեք, կրկին ասեմ, այդ աշխարհակահաղական կոնսենսուսը ինքը չկա։ Իրանում ինչ է կարծում, թրիպի վերաբերյալ ինչ մոտեցում կա։ Ես ակնհայտ դեմ են։ Չի ստացվում այդ աշխարհակահաղական կոնսենսուսից եւս ինչ որ մի հատված դուրս է գալիս։ Տեսեք, հանրության 50+1-ը Նիկոլ Փաշինյանին չի աջակցում։ Անդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիների ճնշող մեծամասնությունը կողմ է իրապես անդիմադիր քաղաքական ուժերին, որոնք դուրս են եկել պայքարի Նիկոլ Փաշինյանի դեմ։ Ռուսաստանից չկա աջակցություն ոչ քաղաքական առումով, ոչ տնտեսական առումով։ Թրիպի վերաբերյալ կան ակնհայտ անվստահություն կա Իրանի Իսլամական Հանրապետության կողմից։ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարարը իր վերջին հարցազրույցում խոսում է, որ Չինաստանը եւս այս գործընթացի վերաբերյալ ունի իր վերապահումները, որովհետեւ իրենք հասկանում են, թե դա ինչին է ուղղված, որ Չինաստանի դեմ է ուղղված։ Տեսեք, հսկայական դաշտ կա աշխատելու, դու ունես բոլոր լծակները, բոլոր հնարավորությունները, կկարողանաս դա կյանքի կոչես թե ոչ, դա արդեն կոնկրետ կախված է անդիմադիր քաղաքական ուժերի գործողություններից, իրենց տրամաբանությունից եւ ընդհանրապես թե իրենք ոնց են տեսնում քաղաքական պայքարի շարունակությունը։ Պարոն Մաթևոսյան, երբ ասում ենք աշխարհական կոնսենսուս չկա, բայց հիմա նաև հասկանալով, որ կարծես իրողություններ են փոխվում, այստեղ Իրան, Միացյալ Նահանգներ հաշտությունն է տեղի ունենում, Ռուսաստան տեղի չի ունենում Իրան Միացյալ Նահանգները։ Ես այս թեմային էի ուզում անդրադառնալ, որովհետև այս հարցով հարաբերական է, այսինքն դեռ վերջնական լուծման չեն գալիս։ Ես ուզում եմ նաև դրան անդրադառնալ։ Հիմա Ռուսաստան-Ուկրաինա սրացումը, Իրան Միացյալ Նահանգներ, այստեղ ինչ է փոխվելու մեզ համար։ Մենք նաև տեսնում ենք Իսրայելի գործոնը Թուրքիայի հետ այս թշնամություն եւ այլն։ Ինչպես է վերաձևավորվելու մեր տարածաշրջանը ու այստեղ Հայաստանի արտաքին քաղաքականությունը, որը նա վարում է, այսպես հայտարարելով, գոնե հռչակելով, որ նա գնում է դեպի արևմուտք, գնում է դեպի թրիպ եւ այլն, ինչ հետևանք է սա ունենալու։ Նկատեցիք չէ վերջին ճեպազրույցի ժամանակ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ Նիկոլ Փաշինյանը փորձում էր համոզել, որ ինքը Սերժ Սարգսյան չէ եւ 13 թվականի օրինակով մեկ գիշերվա ընթացքում ինքը չի փոխի որոշումը։ Այո, չի հրաժարվի Եվրոինտեգրումից։ Եթե դու չես պատրաստվում այդ քայլից, ինչու ես դու դրա մասին խոսում, ում ես փորձում համոզես, որ դու քո նախկինի պես չես, էլի սա մի փոքր ավտոտրեյնինգի նման ինչ որ տենց մի երևույթ է, ոնց որ փորձում ես քեզ ինչ որ մի բանում համոզես, բայց լավ, սա լիրիկական էր, հիմա անցնենք։ Չէ, լիրիկական չէր, հիմա դուք մտածում եք, որ գուցե եւ մեկ գիշերում հայտարարի, որ մենք մնում ենք ԵԱՏՄ-ում։ Ես ոչինչ չեմ մտածում սրա վերաբերյալ, ես կարող եմ արձանագրել միայն հետեւյալը, տեսեք, մեծ տարածված կարծիք կա ցավոք սրտի, ասում են Ռուսաստանի պատժամիջոցները իրենք ավելի շատ վնասեցին անդիմությանը, ես ինչու եմ ասում ցավոք սրտի, որովհետև սրանով դու արդարացնում ես իշխանությունների վարչական ռեսուրսի կիրառումը, դու ասում ես, որ իրենք ոչ թե վարչական ռեսուրսի հաշվին են պահպանել իրենց քաղաքական մենաշնորհ, այլ որովհետև կա Ռուսաստանի գործոնը։ Ռուսաստանի գործոնը իսկապես կար ու ինքը շարունակում է մնալ, բայց Ռուսաստանը ցույց է տալիս, որ պատժամիջոցները որևիցե կապ չունեն ընտրությունների արդյունքների հետ։
Խնդիրը կայանում է նրանում, որ իրենք շատ հստակ ձևակերպել են։ Հայաստանը փորձում է միանալ մի կառույցին, որը Ռուսաստանի դեմ է, որը պատրաստվում է Ռուսաստանի դեմ պատերազմական գործողությունների։ Եթե ընտրություններով պայմանավորված լիներ, ապա գոնե Միխայել Միշուստինի հետ հեռախոսազրույցի ժամանակ անդրադարձ կլիներ ընտրություններին եւ այդ ընտրությունների արդյունքներին։ Այսինքն Ռուսաստանը աշխարհակահաղական կոնսենսուս դուրս է գալիս, ու Նիկոլ Փաշինյանը դա շատ լավ հասկանում է, որ տնտեսական առումով խնդիրները չեն լուծվել Ռուսաստանի հետ։ Ինչու՞, որովհետև այսօր որոշում ընդունվեց ակցիզային հարկի բարձրացման մասին։ Այն բոլոր ծախսերը, որ Նիկոլ Փաշինյանը նախընտրական փուլում արել է, ասֆալտապատումից մինչև համերգներ, քաղաքացիների գրպաններից է ինքը տանելու։ Եվս մի կարևոր նրբերանգ, Ուրսուլա ֆոն դեր Լայենը դե ֆակտո ոչ մի բան չտվեց։ Ինչու՞, ասում ձեր ապրանքները, որոնք գնում են Ռուսաստան, հիմա կգան ԵՄ շուկա 99%։ Երբ որ գնան, այդ ժամանակ մենք կխոսենք։ Երբ որ իրենք գնան, այդ ժամանակ մենք կխոսենք, բայց այդպես քեշով աջակցություն չկա։ Որտեղից է դու փորձելու վերականգնես այդ գումարները քաղաքացիների գրպանից։ Նիկոլ Փաշինյանը լավ գիտի, Եվրամիությունից այդ աջակցությունը չի լինելու։ Հիմա մենք գանք Իրանի Իսլամական Հիմա բայց միջև Իրանը Նիկոլ Փաշինյանը շատ ուրախ ժպտալով հայտարարում էր, ասում էր դուք լսեցիք ինչ ասում Տիկին ֆոն դեր Լայենը, նա հայտնում է որ եւ այլն այն ինչ որ ես արդեն ասացի։ Հիմա Նիկոլ Փաշինյանը գիտի որ աջակցություն չի լինելու պարզապես ներքին լսարանին է համոզում որ ձեր խնդիրները կլուծեմ։ Եվ ներքին լսարանին եւ պետական ապարատին հանգստացնելու ինչ որ բան համոզելու կարիք կա։ Նույն դրամաբանությամբ ինքը օրինակ ասում էր ես ընտրություններից հետո գնալու եմ Պուտինի հետ հանդիպեմ եւ այս բոլոր հարցերը քննարկեմ, պետական ապարատին հանգստացնելու կարիք կա, իր թիմին հանգստացնելու կարիք կա։ Սրանով է պայմանավորված։ Հետո տեսեք ինքը դրա հետ մեկտեղ ինքը նաև ինչ ասում, դիմում է հայ գործարարներին, ասում է եթե ձեր արտադրանքը վատ լինի, Եվրամիությունում էլ չեն ընդունելու, պատասխանատուն դուք եք լինելու։ Քաղաքացիներին ասում էր աղքատությունը ձեր գլխներում եւ գրպաններում է, իսկ հիմա գործարարներին ասում չի ասում որ ես եմ քաղաքականություն վարել, որը հանգեցրել է նրան, որ դուք զրկվել եք ռուսական շուկայից։ Չէ, ասում է չի համապատասխանում ձեր ապրանքները ստանդարտներին, մենք էլ օրինակ բիբարի համար մեր ինքնիշխանությունը չենք զոհելու։ Եթե չի համապատասխանում, նորմալ է որ չեն ընդունում։ Այստեղ ոչ բիբարի, ոչ ելակի հարց չէ։ Այստեղ հարցը հետևյալն է, ու Ռուսաստանից Ալեքսեյ Օվերչուկը, ով պատասխանատու է Հայաստան-Ռուսաստան այս հարաբերությունների մոդելի համար, որտեղ թիվ 1-ը դա տնտեսությունն է, իսկ քաղաքական առումով, այսպես ժողովրդական լեզվով ասած, բրախենք տարածաշրջանը ինչ ուզում է թող լինի, Ալեքսեյ Օվերչուկը դեռևս ընտրություններից առաջ ինչ էր ասում, ասում էր Հայաստանը ճանապարհ է բռնել միանալու մի կառույցին, որը ասում է որ 30 թվականին հնարավոր է պատերազմ Ռուսաստանի հետ, ասում է ինչու մենք պետք է սա ֆինանսավորենք, ու այս մոտեցումը չի փոխվել։ Ինչը վերաբերվում է Իրանին, տեսեք, անկախ նրանից նույնիսկ այդ հաշտությունը կլինի թե չի լինի, տեսեք, եթե հաշտություն լինում է, թրիպը ինչին է պետք։ Ամբողջ Իրանի տարածքն է դառնում թրիպ։ Ամբողջ Իրանի տարածքը դառնում է Ամերիկայի Միացյալ Նահանգների վերահսկողության տակ եղած, դա ինչու այդ փոքր հատվածը պետք Ամերիկայի Միացյալ Նահանգների մեր հարգարժան գործընկերներին։ Եթե իրենք հաղթող են դուրս գալիս այս պատերազմից, մենք տեսել ենք, չէ՞, որ նույնիսկ տնտեսական օբյեկտները Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ շահ կապված Իրանի Իսլամական Հանրապետությունը կարող է թիրախավորել։ Այո։ Դա էլ արդեն վտանգ է ստեղծում Հայաստանի Հանրապետության համար։ Նկատի ունեք, եթե պատերազմը շարունակվի նրանց միջև։ Նույնիսկ եթե բանակցությունների առումով մենք հանգում ենք մի կետի, երբ որ Իրանը լիակատար կապիտուլյացիա է գնում, ամբողջ Իրանը վերածվում է տրիպի։ Եթե Իրանի Իսլամական Հանրապետությունը հասնում է իր նպատակներին, իսկ իրենց պահանջներից մեկը նաև այն է, որ իրենց սահմանների շուրջ եղած ամերիկյան ենթակառուցվածքները հեռանան դե ֆակտո, ով է պատկերացնում, որ այդ իրավիճակում ամերիկյան նոր ենթակառուցվածքը գալու Հայաստանում ձևավորվի։ Ես կրկին ասում եմ, այս ընտրությունները լրիվ հասկանալով մարդկանց դժգոհությունը, հիասթափությունը, առավել եւս, որ իմ խորին համոզմամբ անդիմությունը հունիսի 7-ից 8-ի գիշերը, գիշերվա ժամը 1-ից 4-ը, տեսեք, նաև հստակ ժամն եմ ասում, այդ հեղափոխական պահ ասվածը կորցրել է։ Նույնիսկ այս ամեն ինչը հաշվի առնելով մենք վստահաբար կարող ենք ասել, որ քաղաքական ու աշխարհակահաղական կոնֆիգուրացիան փոխվել է, բայց եթե մենք սա հասկանում ենք, Նիկոլ Փաշինյանն էլ է այս ամեն ինչը հասկանում, ընտրական օրենսգրքի փոփոխությունները, նոր օրենքները, նոր քրեական գործերը, նոր քրեական հետապնդումները, սրա վառ ապացույցներն են։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը հստակ կգնա նոր ընտրությունների ճանապարհով սահմանադրական մեծամասնություն ունենալու համար, հակառակ պարագայում Նիկոլ Փաշինյանին հեռացնելու արդեն ճանապարհը բացվում է։ Ճիշտ եմ հասկանում։ Ցանկացած դեպքում Հայաստանում քաղաքական փոփոխություններ իրականացնելու ճանապարհը բացվել է։ Այս ընտրություններով իրենք դանդաղեցրեցին այդ պահը,
ինչպես 17 թվականին ոմանք դանդաղեցրեցին քաղաքական փոփոխությունների պահանջը հասարակության մոտ կյանքի կոչելու դանդաղեցրեցին, բայց այդ պահանջը միևնույնն է կա, նույնը վերաբերվում է Նիկոլ Փաշինյանին, իրենք դանդաղեցրել են քաղաքական փոփոխությունները, բայց անշրջելի են իրենք, որ փուլում դա կլինի, որքան արագ դա կլինի, ովքեր դե ֆակտո դա կիրականացնեն եւ ինչ ճանապարհով մենք մոտ ապագայում այս ամեն ինչը կիմանանք, բայց ես կրկին ասեմ, իրավիճակը կարող է շատ ավելի վատը լիներ։ Իսկ այն պատկերը, որոնք ստացվել են, իրենք աշխատելու տեղ տալիս են, բայց ընդդիմությունը կարողանա աշխատել, թե ոչ, այս հարցի պատասխանը ես չունեմ։ Շատ ու նաև մարդկանց մոտ կա մտավախություն, որ իրենք ճիշտ չեն կարողանա աշխատել, հենց այդ իմ նշած հունիսի 7-ից 8-ի գիշերը ժամը 1-ից 4-ի լիակատար գործողությունների բացակայության։ Պարոն Մաթևոսյան, նաև նորից անդրադառնալով Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցին եւ Նիկոլ Փաշինյանի նպատակներին։ Բացի այն, որ նա եկել էր հայտարարելու, որ եկել եմ ասեմ իմ վրա հույս դրեք, այն մեր հայտնի անեկդոտի հակառակը, հա, իմ վրա հույս մի դրեք, Ին վրա հույս դրեք եւ բոլոր այդ տնտեսական խոստումները իրականում այցը ինչ նպատակ ուներ, ինչու նա որոշեց գալ սկզբում Ադրբեջան, հետո Հայաստան, երբ սկզբում հայտարարվել էր, որ նա ընտրությունից հետո հենց Հայաստան է գալու եւ աջակցելու է, եւ նաեւ ձեր ակնարկը լայն եմ հարցը տալիս հերթով կանդրադառնաք, ձեր ակնարկը, որ Նիկոլ Փաշինյանը գուցե մեկ գիշերում իր տեսակետը փոխի, իրականում ուր է նա գնում, նա իսկապես գնում է դեպի Եվրոպա եւ Եվրամիություն, թե ինչ որոշում է կայացնելու ԵԱՏՄ-ի մասով, ես խնդրում եմ, որ ավելի հստակ դուք պատասխանեք։ Մեզանում Եվրոպա գոյություն չունի, մեզանում գոյություն ունի Թուրքիա եւ թուրքական աշխարհ։ Եվրամիության դրոշների ներքո Նիկոլ Փաշինյանը մեզ տանում է դեպի թուրքական աշխարհ, սա արձանագրենք։ Երկրորդը, ինչը վերաբերվում է Ուրսուլա ֆոն դեր Լայենին, դուք շատ ճիշտ նկատեցիք, սկզբնական փուլում տեղեկություններն այնպիսին են, որ իրենք գալիս են այստեղ Հայաստան աջակցելու Նիկոլ Փաշինյանին, Ռուսաստանի պատժամիջոցների լույսի ներքո ցույց տալու, որ Եվրոպան ամուր կանգնած է Նիկոլ Փաշինյանի թիկունքին, բայց այցը եղավ տարածաշրջանային։ Բաքվում փող խոստացան, մեզ մաքսային արտոնությունը։ Իդեպ սա էլ արձանագրենք։ Ինչու է ինքը նաև գալիս Բաքու։ Շատ պարզ, որովհետև տեսեք, քաղաքականությունը ու աշխարհաքաղաքականությունը դա քաղաքական պրոյեկտների պայքար է։ Մեզանում հիմա կյանքի է կոչվում մի պրոյեկտ, որի վերջնակետն է, որ Ռուսաստանը պետք է առհասարակ դուրս մղվի մեր տարածաշրջանից, Հայաստանի Հանրապետությունից, թե նախորդ իշխանություններն էին սրա մասը, թե Նիկոլ Փաշինյանը, բայց ավելի լայն իմաստով, տարածաշրջանային իմաստով, սրա մասը նաև Ադրբեջանը։ Ու այն պատժամիջոցները, որոնք հիմա Ռուսաստանը կիրառում է Հայաստանի նկատմամբ, ինչ որ փուլում կարող են կիրառվել նաև Ադրբեջանի նկատմամբ։ Եվ այստեղ կարևոր էր Բրյուսելի քաղաքական աջակցությունը ցույց տալ նաև Բաքվին, որ իրենք էլ հասկանում, որ հենց խնդիրներ սկսեն ունենալ Ռուսաստանի Դաշնության հետ, Բրյուսելը իրենց աջակցելու է։ Այդ իսկ պատճառով էլ անհրաժեշտ էր գնալ Բաքու։ Ինչը վերաբերվում է մեզ, գիտեք, իմ մոտ տպավորություն կա, որ իրենք իսկապես Նիկոլ Փաշինյանից փորձում են կերտել երկրորդ Վլադիմիր Զելենսկին։ Ուկրաինական պատերազմի համատեքստում ինչ են իրենք ասում, չէ՞, ասում են մենք եկեք մաքսիմալ ճնշում գործադրենք Ռուսաստանի վրա, Ուկրաինային էլ մաքսիմալ աջակցենք տնտեսությունից միջև ռազմական աջակցություն, որ բանակցությունների պահին Ռուսաստանը թուլացած։ Ռուսաստանը իմանա, որ Եվրամիությունը կանգնած է Ուկրաինայի մեջքի ետևում եւ Ուկրաինայի կարծիքը պետք է հաշվի առնել, իրականում Բրյուսելի կարծիքը ռուս-ուկրաինական հարաբերությունների համատեքստում։ Հիմա տեսեք, եթե հայկական քաղաքական դասը դեռևս միջև պաշտոնական հաղորդագրությունը, որ Նիկոլ Փաշինյանը գնում է Եկատերինբուրգ եւ փորձելու է ոտքի վրա հանդիպի Միխայել Միշուստինին։ Ես կարծում եմ, այս ամեն ինչը գիտեին նաեւ Ռուսաստանի Սրանն էլ հետաքրքիր է, սրանն էլ անդրադառնանք, որպես բանախոս սկզբում տարածվել էր, որ մասնակցելու է, հետո հանեցի Նիկոլ Փաշինյանին, ինչ կատարվեց։ Արդարության համար սա էլ նշենք, ոչ միայն Նիկոլ Փաշինյանի, այո, նաեւ, եթե չեմ սխալվում, Բելարուսի, Ղազախստանի վարչապետների ստատուսը եւս իրենք փոխել են։ Ինձ թվում է, այստեղ տեխնիկական որոշակի խնդիր է եղել, բայց ինչը վերաբերվում է Ուրսուլա ֆոն դեր Լայեն, ըստ երևույթին, բայց Միշուստինի մասով չավարտեցինք, նա պետք է գնար եւ հանդիպեր։ Տեսեք, ինքը Միշուստինի հետ հեռախոսազրույցից հետո ըստ երևույթին Վլադիմիր Պուտինը չի պատասխանում զանգերին կամ չի ուզում շփվել, խոսեցին Միխայել Միշուստինի հետ եւ Նիկոլ Փաշինյանը ըստ երևույթին առաջարկեց, որ ինքը գնա Ռուսաստանի Դաշնություն ինչ որ հարցեր քննարկելու։ Տրամաբանությունը հուշում է, չէ՞ որ քննարկումը չի լինելու հետեւյալի վերաբերյալ աշխարհի առաջնությունը դիտում են թե ոչ եւ ում են երկրպագում
քննարկումը լինելու է քաղաքական, աշխարհաքաղաքական եւ տնտեսական հարցերի վերաբերյալ։ Ուրսուլա ֆոն դեր Լայենը պետք է մաքսիմալ աջակցություն ցուցաբերեր Նիկոլ Փաշինյանին, որովհետեւ Նիկոլ Փաշինյանն հետեւել տրամաբանությամբ առաջնորդվեր։ Այ եթե նախկինում դուք ասում եք «Կուդա видение բիզնես», ապա հիմա ուզեք թե չուզեք պետք է հաշվի առնեք մեր մոտեցումները, որովհետեւ կա Եվրամիության աջակցությունը։ Սա էր անհրաժեշտ ստանալ Միխայել Միշուստինի հետ հանդիպումից առաջ եւ Նիկոլ Փաշինյանը իր պատկերացմամբ դա ստացել է։ Իսկ իրականում ասեմ նույնիսկ Ադրբեջանին են փող խոստացել, իսկ Հայաստանի Հանրապետությանը մեղմ ասած չեն խոստացել այն, ինչ կարող էին խոստանալ ու ինչը իրապես հնարավոր է ուժեղացնել Նիկոլ Փաշինյանի դիրքերը։ Մեր եւ Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը 7 միլիարդ է։ Եթե Ուրսուլա ֆոն դեր Լայենը իսկապես ուզում է մեզ աջակցել, պետք է երաշխավորի այդ 7 միլիարդը գոնե 4-5 տարվա համար։ Ու եւս մի կարևոր բան, անայ տեսեք, ինչու են իրենք խոսք տալիս, որ հայկական ապրանքները առանց մաքսատուրքերի կգնան Եվրամիություն, միայն այն ժամանակ, երբ որ մենք փչացրել ենք հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Ինչու են իրենք խորհուրդ տալիս մեզ, աջակցություն են մեզ խոստանում դիվերսիֆիկացիա, նոր կգաք, մենք կմերձեցնենք ձեզ։ Ոչ թե ընտրեք, այլ դուրս եկեք Ռուսաստանի դեմ, մենք այդ ժամանակ ձեզ ու տեսեք ինքը օրինակ որ համեմատում է Մոլդովայի հետ։ Ասում եմ Մոլդովայում էլ դրա օրինակը կա, Ուկրաինային չեմ էլ ուզում ես անդրադառնամ, չեմ էլ ուզում պատկերացնել, որ մենք մեր մասնագետները այո սովոր են Ուկրաինայում, Մոլդովայում օգնել են դիվերսիֆիկ։ Մոլդովայի ղեկավարը պաշտոնապես ասում է, որ եթե երկրում հանրաքվե լինի, Ռումինիային միանալու հարցով ես կողմ եմ քվեարկելու։ Այսինքն որպես օրինակ Հայաստանին, ինքնիշխան Հայաստանին առաջարկվում է Մոլդովա, որի ղեկավարը ասում է մեր պետությունը, մեր պետականությունը պիտի ձուլենք մեկ այլ պետության մեջ։ Մեզանում ում շրջանակներում են ձուլելու, Թուրքիայի շրջանակներում, այսինքն մեզ այս պետության հետ են համեմատում։ Էսա կատարում իրենք Նիկոլ Փաշինյանի ձեռամբ փորձում են ինչ-որ խնդիրներ լուծել Ռուսաստանի Դաշնության հետ։ Պարոն Մաթևոսյան, շատ կարճ ամփոփենք, Նիկոլ Փաշինյանի այս պահին նպատակը Ռուսաստանից որն է, ինչ է դուք ասացիք, որ նա ուզում է գնալ Միշուստինի մոտ հանդիպան ավելի ուժեղացած եւ որ իր պահանջները բավարարվեն։ Ինչ է նա ուզում, եթե կարող են հստակ բանաձևեր ստանալ Ռուսաստանից։ Եվ ի վերջո ԵԱՏՄ-ի հետ կապված ձեզ համար ակնհայտ է նա ինչ քայլերի է գնալու, ինչ որոշում ունի, որովհետեւ այն ինչ որ նա է պատասխանում։ Արդեն կարևոր չէ թե Նիկոլ Փաշինյանը ինչ է ուզում, ինչ նպատակներ ունի, որովհետև հիմա արդեն խաղի կանոնները այլ կենտրոններից են թելադրվում։ Ու Նիկոլ Փաշինյանը դա շատ լավ հասկանում է, ինքը ուզում է պատժամիջոցների չեղարկում։ Ես արդեն նշեցի։ Բայց դրա հետ մեկտեղ գնա Եվրոպա։ Իսկ Ռուսաստանից ասում են, որ մենք չենք ֆինանսավորելու ձեր միանալը թշնամական կառույցին։ Ասեմ, իսկ ռուսների պահանջը ո՞րն է, ասեմ, Թրիպը պետքա չեղարկվի, կամ է Ռուսաստանը դրա այսպես ասած մաս կազմի, երկրորդը եվրոպական Եվրամիության անդամակցելու վերաբերյալ օրենքը ինքը եւս պետքա չեղարկվի, մի շարք հակառուսական որոշումներ, օրենքներ, որոնք այստեղ կայացվել են, իրենք եւս պետքա չեղարկվեն, բայց հայտնի վեպում ոնց էր, չէ, ասում утром деньги, вечером стулья։ Հիմա սկզբից որոշումները, հետո նոր Հայաստանի ներսում որոշումները, դրանից հետո հնարավոր է միգուցե Նիկոլ Փաշինյանին թույլ տան այս կամ այն մակարդակի քաղաքական շփումներ եւ կոնտակտներ ունենալ։ Ու սրանով է նաեւ ամփոփելով մեր երևի զրույցը 18, 21 եւ 26 թվականների Նիկոլ Փաշինյանը հենց նաեւ սրանով է տարբերվում։ Եթե 18-ին եւ 21-ին ինքը վստահության լիմիտ ուներ նաեւ դրսում, հիմա այդ վստահության լիմիտը չկա։ Կկարողանա սրա հետ ընդդիմությունը աշխատել, թե ոչ։ Հա, ես այս հարցի պատասխանը չունեմ, որովհետև իրենք շատ իրենց ունակությունների վրա կասկածելու տեղիք տվել են մեզ բոլորիս, բայց իրավիճակը փոխվել է։ Ու ես կարծում եմ դրա դրսևորումները մենք շատ մոտ ապագայում կտեսնենք։ Շնորհակալ եմ ձեզ։ Շնորհակալություն։ Ես հիշեցնեմ, որ զրուցում էի քաղաքագետ Բենյամին Մաթևոսյանի հետ, մենք կհանդիպենք արդեն երկուշաբթի նույն ժամին, լավ եղեք։